Բարև ձեզ։ Ուկրաինական ճակատում Միացյալ Նահանգների կողմից առաջարկված խաղաղության ծրագրից հետո Ժնևում տեղի ունեցած բանակցությունները կարծես թե նոր գույն եւ նոր երանգ են հաղորդում ընդհանուր խճանկարին։ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի նախագահի հետ եւ ակնարկում, որ այս ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ապագա կարգավորման համար։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է, թե կարծես ինքն էլ չի հավատում իր առաջարկած կամ իրեն վերագրվող ծրագրի իրացվելիությանը եւ ասում է, թե հնարավոր է, որ լավ բան կատարվում է, ինչ որ լավ բան կատարվում է, բայց չհավատաք, մինչեւ ձեր աչքով չտեսնեք։ Դե չենք տեսնի։ Խաղաղություն ամեն գնով ով է գինը վճարելու եւ ով է ներդրում անելու այս հարցը օրակարգային է ոչ միայն Ուկրաինայում, այլև Հարավային Կովկասում, միայն թե այնտեղ խաղաղություն փնտրում են, այստեղ փորձում են կառուցել, այստեղ կառուցում են եւ այդ կառուցման գործում իր լուման է ներդնում նաեւ քաղաքացիական հասարակությունը, ինչպես գիտեք, երկկողմ փոխադարձ այցելություններ են տեղի ունենում։ Հայաստանի քաղաքացիական ներկայացուցիչները այցելեցին Բաքու եւ բերեցին Բաքվի ուղերձները այն մասին, որ պատերազմը ավարտվել է, հակամարտությունը ավարտվել է, Ադրբեջանը որևէ տարածքային հավակնություն չունի, պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ եւ ցանկանում է կառուցել երկարատև խաղաղություն։ Մեր խաղաղությունն ու անվտանգությունը ապահովող թղթերով ապահովող կազմակերպությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը այս միջոցին հերթական գագաթնաժողովն է հրավիրում, որին Հայաստանը դարձյալ չի մասնակցելու, սրանով կարծես ամրագրելով հայ-ռուսական անկեղծորեն սառը հարաբերությունների բնույթը։ Դե իսկ երկրի ներսում էլ եկեղեցու թեման առկա է, միշտ կա եւ շարունակվում է սրացումները, վարչապետի հոգևոր նորոգման օրակարգը գնալով կարծես թե ավելի ու ավելի շատ է ներգրավում ոչ միայն հանրային քաղաքական, այլև եկեղեցու սպասավորների ըստ ինֆորմացիոն մի արտահոսքի մի քանի եպիսկոպոսներ դիմել են կաթողիկոսին Արշակ Սպազանի ծառայությունները սառեցնելու պահանջով։ Այս ամենը քննարկելու ենք առաջիկա 30 րոպեների ընթացքում կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի փորձագետ Էլեն Հոխիկյանի հետ։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Առաջին անգամ եք մեր տաղավարում, ուրախ եմ հյուրընկալել։ Նմանապես ուրախ եմ։ Սկսենք Ուկրաինայից։ Հիմա կարող եք ասել ինչ սկսենք, այնտեղ ամեն ինչ շարունակվում է, նույնիսկ Թրամփը չի հավատում իր ծրագրի իրացվելիությանը, այդուամենայնիվ ինչպիսին է հիմա իրավիճակը, ինչ ավելացրեց Միացյալ Նահանգների առաջարկած խաղաղության ծրագիրը, ինչ փոփոխություններ կատարեց Ժնևում բանակցությունները։ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, երբ որ եկավ իշխանության, արդեն դարձավ Միացյալ Նահանգների նախագահ, վստահ եմ դուք էլ հիշում եք, շատերն էլ կհիշեն, որ իր առաջնահերթությունների շարքում գուցե թե ամենաառաջնահերթ առաջնահերթություններից մեկը ֆիքսեց Չինաստանի հետ, այսպես ասած, մրցավազքում առաջնագից դուրս գալը, այսպես ասենք, այսինքն հայտարարեց Չինաստանին Միացյալ Նահանգների ռազմավարական հակառակորդ, եւ որպեսզի նա կարողանա կոնսոլիդացնի առհասարակ եւ քաղաքական միջավայրը եւ ֆինանսական ինչ-որ նոր միջոցներ եւ ուշադրություն նաեւ քաղաքական, նա դեռ այն ժամանակ արձանագրում էր, որ անհրաժեշտ է լինելու այն կոնֆլիկտը, որ այսօր առկա է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, բերել ինչ-որ հանգուցալուծման։ Ամիսներ առաջ փորձարվեց այդ հանգուցալուծմանը տանելու, ստիպելու Ուկրաինային ինչ-որ զիջումների գնալու բավականին ցավոտ, բայց հիշում ենք, թե դա ինչով ավարտվեց։ Հիմա կարծես թե նոր այսպիսի փորձ է Միացյալ Նահանգները փորձում անել, փորձում է Ուկրաինային ստիպել ինչ-որ զիջումների գնալու միջոցով պատերազմը մոտեցնել ավարտին կամ գոնե պատերազմի, այսպես ասած, տաք փուլը մոտեցնել ավարտին, բայց եկեք արձանագրենք, որ պատերազմում ներգրաված մի կողմ կամ երկու կողմ չէ ընդհանրապես։ Պատերազմում ներգրավված են նաև եվրոպական բազում երկրներ, ովքեր այս հանգուցալուծման առնվազն տրամաբանության մեջ փորձում են նաև տեսնել այն անվտանգային, այսպես ասած, որոշիչ հիմքերը, որոնք իրենք են նաև ստանալու։ Ինչպես կավարտվի, դա նաև կանխորոշելու է, թե ինչ մոտավորապես անվտանգային ճարտարապետություն է ունենալու հետագայում Եվրոպան կամ եվրոպական այն երկրները, որոնք իրենց համարում են Եվրամիության մաս։ Այդ իսկ պատճառով բնական է, որ եվրոպական երկրները առնվազն չէին համաձայնելու այն պայմաններին, որոնք հերթական անգամ առաջարկվում են Միացյալ Նահանգների կողմից։ Հիմա խմբագրում են, նվազեցնում են այդ կետերը։ Եվրոպացիները իրենց տարբերակն են առաջարկում,
առաջարկել, վստահ եմ կարդացել եք, այնտեղ բազում կետեր կան, որոնք իրականում հակասության մեջ են այն կետերի հետ, որ Միացյալ Նահանգներն են առաջարկում, իսկ Միացյալ Նահանգներն էլ առաջարկված իրենց կետերով առնվազն փորձում են արտացոլել այն անհանգստությունները կամ այն տարբերակները պայմանավորվելու շուրջ, որոնք Ռուսաստանն է բերել բանակցային սեղանի մոտ։ Հիմա ես չեմ կարծում, որ հնարավոր կլինի այս ամենը համադրել եւ գալ հասնել մի այնպիսի համաձայնության, որը կբավարարի բոլոր կողմերին։ Հատկապես որ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները, եթե չեմ սխալվում, անգամ իդեմս նախագահի հայտարարել են, որ իրենց համար ընդունելի չեն եվրոպական կողմի ներկայացվող պայմանները։ Թե ինչ կլինի, շարունակենք հետևել այնուամենայնիվ։ Շարունակենք հետևել, դուք արդեն պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, թե ինչպես եք գնահատում հավանականությունը, որ կողմերը կգան համաձայնության եւ ինչ որ մի հանգուցալուծման, թեկուզ ինչպես դուք եք ասում, եթե ոչ ամբողջական պատերազմի դադարեցման, այլ տաք փուլի դադարեցման, սա հասկանալի է, իսկ Թուրքիան այստեղ ինչ դերակատարություն ունի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույց, Թուրքիան այդքան ներուժ ունի, որպեսզի միջնորդական առաքելության ինչ որ դերակատարում ստանձնի։ Դե Թուրքիան վերջին շրջանում առնվազն բոլոր կոնֆլիկտային իրավիճակներում իր անմիջական այսպես ասած միջնորդությունը առնվազն առաջարկել է, հատկապես այն կոնֆլիկտներում, որոնք որ ռեգիոնալ են, իսկ սա առնվազն պայմանավորված է նրանով, որ Թուրքիան իրեն փորձում է դիրքավորել եւ սրա մասին արդեն մի տարիներ շարունակ հայտարարում է, որ ինքը ռեգիոնալ բավականին լուրջ ուժ է, այսինքն ինքը չի ընդունում այն այսպես ասած ընկալումը, որ Թուրքիան կարող է որևէ կերպ ներգրավվածություն ունենալ այն խնդիրների լուծման մեջ, որոնք տեղի են ունենում ռեգիոնում եւ կապված են ռեգիոնի վերադասավորությունների հետ։ Դա կլինի աշխարհաքաղաքական վերադասավորություններ, կլինեն լոգիստիկ եւ այլն եւ այլն։ Այդ իսկ պատճառով բնական է, որ Թուրքիան որևիցե կերպ պիտի առնվազն հայտարարի, որ ինքն էլ ներգրավված է process-ներին եւ ինքն էլ խաղացող է այս process-ներին։ Ընդհանրապես ինչ կարելի ասել խաղաղության հաստատման գործում Միացյալ Նահանգների դերակատարության մասին Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում ինչ զուգահեռներ կարելի է տանել, ինչ նմանություններ եւ ինչ տարբերություններ, հակադրություններ կարելի է տեսնել այստեղ։ Փորձենք տեսնել, թե ինչ են անում առնվազն կամ արել մեր դեպքում եւ ինչ դերակատարություն է փորձում ունենալ Ուկրաինայի դեպքում Միացյալ Նահանգները։ Ուկրաինայի դեպքում կարող ենք ասել, որ առնվազն բավականին լուրջ ներգրավվածություն կա հենց կոնֆլիկտի սկզբից, որովհետեւ Միացյալ Նահանգներն է հանդիսացել այն պետությունը, որ Ուկրաինային ապահովել է եւ զենգզինամթերքով եւ նաեւ այն տեղեկատվությամբ, որ անհրաժեշտ է եղել ընդհանուր պատերազմի ընթացքում դիրքերի բայելու եւ հետախուզական տվյալներ եւ այլն եւ այլն։ Այսինքն կարող ենք ասել, որ ինչ որտեղ անմիջական ներգրավվածություն ունի Միացյալ Նահանգները կոնֆլիկտի ողջ շրջանում եւ այդ ներգրավվածությունը ավելի շատ ուկրաինական կողմի աջակցությամբ է պայմանավորված եղել, բնականաբար իր շահերով պայմանավորված այս պարագայում, որովհետեւ դեռ մինչեւ Թրամփի իշխանության գալը բոլորս էլ հիշում ենք, որ առնվազն միավորված արևմուտքի հիմնական, այսպես ասած, առաջնահերթություններից մեկը Ռուսաստանին հնարավորինս թույլատնելն էր, որպեսզի Ռուսաստանը խնդիր չդառնա առնվազն այնքան, որ կարողանա եւս մեկ անգամ նմանատիպ պատերազմ հրահրել ռեգիոնում։ Հիմա մեզ մոտ Միացյալ Նահանգների դերակատարությունը կարծում եմ փոքրինչ այլ է, եթե դիտարկում ենք նույն թրիփի շրջանակներում։ Միացյալ Նահանգները այստեղ հնարավորություն տեսավ ոչ միայն խաղաղություն հաստատելու, որը որ Թրամփի անմիջական, այսպես օրակարգային առաջնահերթություններից մեկն է, այլ նաև կարծում եմ, որ այստեղ շատ ավելի կարևոր դեր է խաղում լոգիստիկ ճանապարհների մասով Միացյալ Նահանգների ունեցած նաև նկրտումներ, այսինքն այդ ճանապարհների մասով իրենց ունեցած եթե կոնտրոլը չասենք, առնվազն կա մասնակցությունը այդ ճանապարհների բացմանը եւ դրանց վերահսկողության միջին միջանցքի տրամաբանությանը եթե անդրադառնանք կամ առհասարակ Չինաստանի այդ հսկայական պրոյեկտին Միացյալ Նահանգները բազում տեղերում դուրս են մնացել փաստորեն ենթակառուցվածքային մակարդակով այս ամենից չի մասնակցել կամ չունի մասնակցություն կամ արդեն բավականին ուշացել է որևիցե կերպ մասնակցություն ունենալու հիմա հետեւաբար երբ նայում ենք Հայաստանում արդեն միջին միջանցքի մաս հայտարարվող թեկուզ թրիփի այդ հատվածի կառուցապատման հնարավորությունը ստանձնելու եւ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միասնական կոնսորցիումի տարբերակով դրա անմիջական կառավարումը ստանձնելու դիտանկյունից ստացվում է որ այո այս հատվածում փաստորեն բավականին
լուրջ դերակատարում է ստանձնում Միացյալ Նահանգները, այսինքն այդ ճանապարհին, հյուսիս-հարավ ճանապարհին ինքը առնվազն ինչ-որ մի հատվածում ունի ներկայացվածություն եւ բնական է, որ նա օգտվելու էր այդ առիթից եւ ռեգիոնում հետեւաբար նաեւ կարողանալու է իր անմիջական ներկայացվածությունը ունենալ նաեւ այս ծրագրի միջոցով։ Իսկ կոնկրետ խաղաղության մասով մի տեսակ տպավորություն չունեք, որ ծրագիրը, խաղաղության ծրագիրը Ուկրաինայում, դա Ուկրաինայի մասին է, Ուկրաինայի զիջումների մասին է։ Հայաստանում պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի մասին է, հայ-ադրբեջանական է։ Դες այլ պայմանավորված է թերևս էլի Միացյալ Նահանգների շահերով։ Սկզբում նշեցի, թե ինչու է առնվազն Միացյալ Նահանգները հնարավորինս շտապում, փորձելով այս կոնֆլիկտը ինչ-որ չափով, ինչ-որ կերպ մոտեցնել իր ավարտին։ Անշուշտ այնտեղ շատ դա փորձում են անել Ուկրաինայի զիջումների գնով, որովհետև Միացյալ Նահանգները այսօր կարող է ռեալ ազդեցություն ունենալ որոշում կայացնելու մասով Ուկրաինայի վրա։ Պայմանավորված թեկուզ նրանով, որ եթե վաղը Միացյալ Նահանգները զենք չտրամադրի, հետախուզական ինֆորմացիա չտրամադրի եւ այլն, Ուկրաինան բավականին լուրջ եւ ծանր իրավիճակում կհայտնվի։ Սա հիմնական, այսպես ասած, խոսույթն է, որ նաեւ կիրառվում է Թրամփի վարչակազմի անմիջական կողմից։ Մեր դեպքում նրանք անմիջական ներգրավվածություն կոնֆլիկտի որպես մաս կամ կողմերից որևէ մեկի աջակից եւ այլն չեն ունեցել, բայց այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները կարողացել են Միացյալ Նահանգներին շահագրգռել, դառնալու այնուամենայնիվ այն կողմերից մեկը, որ կշահի այս կոնֆլիկտի լուծվելու հետևանքում, այսպես ասենք։ Եվս մեկ դիտարկում, որ ասած չգիտեմ տեղին է թե անտեղի։ Տեսեք, այնտեղ Միացյալ Նահանգները փորձում է զիջումներ պարտադրել Ուկրաինային եւ որպեսզի հասնի խաղաղության։ Եվ ինչ Ալմատի հռչակագիր, ինչ բան, որևէ բան հաշվի չի առնվում, հա, տարածքային ամբողջականություն, Ալմատի հռչակագիր, մեր պարագայում սահմանազատումը տեղի ունենալու Ալմատի հռչակագրով։ Սա Բաքվին ինչ-որ վատ մտքերի չի տանելու հույսերի եւ այլն։ Ես կարծում եմ վատ մտքեր ունենալու համար Բաքվին ուղղորդումներ անհրաժեշտ չեն, առնվազն վերջին տարիների փորձը դա ցույց է տալիս եւ բայց միևնույն ժամանակ եկեք կարծենակրենք, որ Բաքուն էլ բավականին իրատեսական դաշտում խաղացող, բավականին այսպես լուրջ խաղացող է։ Այսինքն եթե նա հնարավորություն տեսավ, որից կարող է օգտվել եւ միևնույն ժամանակ դա իրեն չի վնասի, խոսքը գնում է այն նկարտումների մասին, որ նրանք բարբերաբար վերջին տարիների ընթացքում արձանագրել են, որ ունեն Հայաստանի նկատմամբ եւ ինչ որտեղ եթե ռազմավարական մտածողության դիտանկյունից կանք բնական է որ հաղթող կողմը փորձելու է հնարավորինս մաքսիմալ ռեալիզացնել իր հաղթանակը, այսպես ասենք, եւ մաքսիմալը ստանալ, հա, պարտվողից, այսպես ասած։ Հիմա բայց այնպեսի շրջանում են գտնվում եւ սրա մասին ես նաեւ խոսել եմ այլ դեպքերում, որ Բաքուն նաև խնդիր ունի դուրս գալու այն շփումների շրջանակից եւ նաև իր պարտներների փոփոխության դիտանկյունից նա երկար ժամանակ փորձում էր Միացյալ Նահանգների հետ ինչ որ հարաբերություններ ստեղծել կամ ավելի ճիշտ կլինի թերևս ասել հարաբերությունների այն մակարդակը որ նա ուներ Միացյալ Նահանգների հետ բարձրացնել հնարավորինս դա տեսել ենք դեռ Թրամփի ընտրվելուց առաջ Ալիևը այսպես ժեստեր է արել մի շարք հարցազրույցներում բավականին այսպես անթակույց գովաբանելով Դոնալդ Թրամփին նրա ընտրությունից հետո այդ թվում նաև իսրայելական լոբիստների միջոցով որպեսզի հնարավոր լինի հասնել Դոնալդ Թրամփին չէր հաջողվում ես կարծում եմ որ Թրիփը այդ հնարավորությունը նրան ձեռնեց որից նա նույնպես բռնվեց քանի որ հիշում եք հենց նույն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարեց որ ինքը հույս ունի որ առնվազն սրանից հետո առաջիկա 6 ամիսների ընթացքում հնարավորություն կունենան Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի Հիմա եթե նա կարողացել է հասնել դրան եւ սա նաեւ իր դիրքը ինչ որ չափով փոխում է նաեւ ռեգիոնում ինչի պիտի նա իր կողմից այդքան լուրջ քայլերի հետևանքում հասած ինչ որ արդյունքները վերցնի մի կողմ դնի եւ Հայաստանի նկատմամբ շարունակի այն նույն հռետորաբանությունը որ ունեցել էր մինչ այդ տեսանք ուղերձները ընդհանրապես հիմա հայ-ադրբեջանական գործընթացը ինչպես է գնահատում, ինչ փուլում ենք, արդյոք իրական առաջընթացի փուլում ենք, ինչի մասին էին քաղաքասարակության ներկայացուցիչների փոխայցելությունները, նրանց ներկրավարությունը, ասենք, այսպես հանրային դիվանագիտությունը
Դրանպես ինչ գնահատական կարելի է տալ այս փուլին։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Խուխիկյանի հետ։ Մենք սկսեցինք Ուկրաինայից, հասանք Հարավային Կովկաս եւ վերջին հարցը վերաբերում էր հայ-ադրբեջանական գործընթացի ներկա փուլին եւ նաեւ քաղաքասարակության ներկայացուցիչների ներգրավվածությանը խաղաղության կառուցման գործին։ Կոնֆլիկտների առհասարակ post, այսպես ասած, շրջանում, երբ կոնֆլիկտները ինչ որ ձևով եկել են լուծման, բնական է այս track 2-ի առնվազն արկայությունը, այսինքն պետք է քաղաքասարակության անդամները շփվեն իրար հետ, որպեսզի ինչ որ ընդհանուր հայտարարական տարբեր հարցերում, որովհետև 30+ տարիների այն խզումը, որ մենք ունեցել ենք, եւ բնական է ամեն կողմը իր հատվածում զարգացրել է ինչ որ պատկերացումներ մյուս հասարակության մասին, բնական է, որպեսզի սա հաղթահարվի եւ այդ հաշտեցման գործընթացը որպես այդպեսին շատ ավելի համապարփակ դառնա, անհրաժեշտություն կա, որպեսզի հասարակությունը ինչ որ կերպ սկսեն հարաբերվել իրար հետ։ Ես կարծում եմ, սա հենց այս գործընթացի սկիզբն է։ Օրինակ, որոշ փորձագետներ նաև նշում են, որ անհրաժեշտություն կլինի գուցե նաև ոչ միայն փորձագիտական համայնքի շփումների, այլ նաև բիզնես համայնքի շփումների հետագայում, որը թույլ կտա երկու երկրներին արդեն շահերի դիտանկյունից, ավելի կոնկրետ ֆինանսական շահերի դիտանկյունից իրար հետ ունեցած այսպես ասած կապերով պայմանավորված շատ ավելի ինչ որ հետաքրքիր լուծումների գալ, բայց մենք դեռ ունենք երկրորդ փուլը, կարծում եմ, սա փորձագետների անմիջական շփումներն են, ովքեր փորձում են կոմունիկացնել այն տրամադրությունները, անկալումները եւ այլները, որ կան մեր հասարակություններում։ Կարծում եմ, որ սա բնականon գործընթաց է այդ իմաստով։ Ուղերձներին Հաջիևն է փոխանցել, որ պատերազմը ավարտված է, հակամարտությունը ավարտված է, Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ ուզում է կառուցել երկարատև կայուն խաղաղություն։ Քաղաքականության մեջ կարծում եմ նման մոտեցումներով չեն առաջնորդվում, առնվազն անշուշտ պիտի աշխատել այս ուղղությամբ, գոնե առնվազն դա կարող եմ ասել, թեպետ նշենք, որ Ադրբեջանը, ես վստահ եմ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դեմոկրատական պետություն լինելու հանգամանքը վստահություն չունի 26 թվականի ընտրություններից հետո ում հետ է գործ ունենալու, այդ իսկ պատճառով իմ գնահատմամբ դեռ կտեսնենք հայտարարություններ, որոնք ինչ որ չափով դուրս կլինեն հաշտության կամ հաշտեցման, այսպես ասած, տրամաբանությունից, դա էլ կարծում եմ բնականon է, որովհետև Ալիևը փորձելու է իր համար բոլոր հնարավոր, այսպես ասած, տարբերակները բաց պահել ոչ պատերազմի տարբերակը, այսինքն պատերազմ չէ, բայց այնուամենայնիվ կա լարվածություն երկու կողմերում, հնարավոր էսկալացիայի նաև տարբերակը ինչու չէ, եւ բնականաբար հաշտության տարբերակը։ Պահից դրությամբ վստահ եմ, որ Ադրբեջանի նույնպես ձեռնտու է հաշտության տարբերակը, հաշվի առնելով այն հեռանկարները, որ բացվում է նույն ռեգիոնի ճանապարհների ապաշրջափակման տրամաբանությամբ, բայց այնուամենայնիվ զարգացումները ամբողջովին մեզանից կամ Ադրբեջանից կախված չեն։ Քիչ առաջ խոսում ենք Միացյալ Նահանգների դերակատարության եւ քաղաքականության ներկայության մասին Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում, հիմա կանք Ռուսաստանի, դե Ուկրաինայի մասով պարզ է, իսկ Հարավային Կովկասում հիմա ինչքանով են ներկա, ինչքանով է բացակա եւ ինչպիսի փոփոխություններ կունենա Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում կապված նրանից, թե որքանով ուժեղ կամ որքանով թույլ է իր դիրքերը ուկրաինական ճակատում։ Ուկրաինական ճակատում անգամ եթե ինչ որ հրաշքով ստացվի գալ հաշտության, շատ բան այդ հաջողությունը, այսպես ասած, Ռուսաստանի համար, որ այնուամենայնիվ այսօրվա դրությամբ բավականին լուրջ տնտեսական կոլապսի եզրին է մոտենում տարբեր տնտեսագետների գնահատմամբ։ Շատ լուրջ այսպիսի տարբերություն չի մտցնելու առնվազն նրանց ներկայացվածության հանգամանքով պայմանավորված, ասեմ ինչու։ Անգամ եթե պատերազմը տակփուլ առնվազն պատերազմի Ուկրաինայում ավարտվի։ Ռուսաստանը դեռ պետք է հնարավորություն ստանա սանկցիոն, այսպես ասած, այդ վիճակներից դուրս գալու, այո։ Եվրամիությունը դեռևս չի թույլ տալիս մեզ մտածելու, որ նրանք ունեն, այսպես պատրաստ են որևիցե կերպ այդ սանկցիաները Ռուսաստանի Դաշնության վրայից հանելու։ Եթե սանկցիաները դուրս չեն գալիս Ռուսաստանի Դաշնության վրայից, պատերազմն էլ ավարտվում է, ռազմարտությունաբերությունը կանգնում է Ռուսաստանում, որը այսօր նրանց տնտեսության բավականին լուրջ կոմպոնենտն է ապահովում, ինչպես նաև նրանց առհասարակ այդ ընդհանուր թվի, որը ներկայացնում են իբրև իրենց
աճ, այսպես տնտեսական բավականին լուրջ մասն է կազմում, ինչ է անելու այդ դեպքում Ռուսաստանը։ Ինչ է անելու։ Դե ես կարծում եմ, որ սկզբի համար գոնե առնվազն դա որևիցե կերպ դրական ազդեցություն չի ունենալու տնտեսության վրա։ Բազում մարդիկ, ովքեր զբաղված էին ռազմաճնապարհական հատվածում եւ այլն, իսկ եթե ֆինանսական միջոցներ Ռուսաստանի Դաշնությունը չի ունենալու առումով, ինչպես է շարունակելու կամ ինչպես է կարողանալու կենտրոնացնել ռեսուրսներ, որոնք կկարողանա բանեցնել այլ ուղղություններով։ Սկզբի համար նախ անգամ կոնֆլիկտի տակ փուլի ավարտից հետո պիտի կոնֆլիկտը հասնի ինչ որ այլ հանգուցալուծման, որտեղ հնարավորություն կստանա Ռուսաստանը կրկին հետ վերադարձնելու այն կարողությունները, որ ուներ ժամանակին եւ սանկցիաների տակից դուրս գալու։ Այդ դրանից հետո նոր կարող ենք խոսել, թե ինչ կարող է փոխվել մեր տարածաշրջանում։ Ես ճիշտ հասկացա, որ ձեր տրամաբանությամբ, եթե նույնիսկ Ռուսաստանին հաջողվում է այդ կոնֆլիկտի տակ փուլից դուրս գալ, ավարտել այդ տակ փուլը, նա բավարար միջոցներ, ռեսուրսներ չի կարող ունենալ այլ ուղղություններով դրանք գործածելու համար, այդ թվում նաև հարավային Կովկասում։ Այդ թվում, այսինքն, պիտի սպասել, որ Ռուսաստանը այսպես դիտորդի կարգավիճակով կնայի, թե այստեղ Միացյալ Նահանգներն ինչ է անում, հաղորդումներ, տնտեսություն եւ այլն, եւ նաև առաջիկայում ընտրություններին այդտեղ ինքնիշխանագրգռություններ կամ ազդեցություններ չի փորձելու ունենալ։ Անշուշտ փորձելու է ունենալ, որովհետեւ մեր պարագայում այստեղ նաև նրանք ունեն պրոքսի ուժեր ներկայացված Հայաստանի Հանրապետությունում ի տարբերություն մի շարք այլ վայրերի կան քաղաքական ուժեր, որոնք իրենց վրա են վերցրել Ռուսաստանի շահերի ներկայացման կամ նույնիսկ առաջ տանելու, այսպես ասած, միսիան, եթե կարելի է այդպես ասել, այնպես որ անշուշտ նրանց միջոցով կամ բազում մի շարք այլ հիբրիդային գործիքների միջոցով նրանք փորձելու են ազդեցություն ունենալ Հայաստանի ընտրությունների մասին։ Խոսքը դրա մասին չէ։ Խոսքը ամբողջովին Ռուսաստանի, Անդրկովկաս, Հարավային Կովկաս կամ մի շարք այլ տարածքներ վերադառնալու մասին է, ինչպես նախկինում նրանք կարողացել են անել։ Ինչ վերաբերվում է առաջիկա ընտրություններին, ես ավելի քան վստահ եմ եւ հիմա էլ կարող ենք միանշանակ տեսնել, որ Ռուսաստանը փորձում է իր ունեցած հնարավորություններին համապատասխան ինչ որ փոփոխություն մտցնել կամ առնվազն հույս ունենալ, որ իրենց ներկայացվածությունը իրեն սատարող իր շահերը ներկայացնող քաղաքական ուժերի ներկայացվածությունը մեր պարլամենտում ավելին կլինի, քան այսօր է, առնվազն 21 թվականի ընտրություններից հետո։ Ես չեմ կարծում ինչպես է գնահատում հիմա կիսա թողեցիակ շարունակեք ինչպես է գնահատում հենց պայմանական ասած ռուսամետների եւ արևմտամետների մրցունակությունը, նրանց ռեսուրսները, նրանց հավակնությունները, նրանց հեռանկար ապագա ընտրություններից ռուսամետների եւ հայամետների, որովհետեւ արևմտամետ ուժերի մի հատվածը շատ իրենց ուղղվածությունը գուցե թե պայմանավորում է հենց Հայաստանի Հանրապետության շահերով։ Եկեք ավելի շատ այդպես մեկնաբանեմ։ Այն ուժերը, որոնք որ ավելի շատ իրենց այսպես ասած հիմնական շեշտը դնում են Հայաստանի Հանրապետության շահերի առաջ մղման վրա, բնականաբար արևմուտքի հետ համագործակցության համատեքստում ենք դա տեսնում, որովհետև այսօր էլ տեսնում ենք, որ իրականացում են պրոյեկտներ, այդ թվում ամենակարևորը թերևս TRIP-ը, որը նաև հնարավորություն տվեց այս խաղաղության գործընթացը էլ ավելի գործուն փուլ մտցնելու։ Նրանք այսօրվա դրությամբ էլ շատ ավելի բարձր վարկանիշ ունեն, քան այն քաղաքական ուժերը, որոնք ներկայացնում են Ռուսաստանի Դաշնության շահը կամ փորձում են Ռուսաստանի Դաշնության շահը առաջ մղել իրենց տարատեսակ օրակարգերի միջոցով։ Դրա հիմնավորումը ո՞րն է։ Հիմա եթե նայենք հակափաստարկ բերել, ասենք նույն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Գյումրիում ռուսամետները հաղթեցին այդ ընտրություններում, Վաղաշապատում նրանք ներկայացվածություն ունեն Ավագանիում, իսկ արևմտամետները, ձեր ասած հայամետները ոչ Գյումրիում կարողացան որևէ էական հաջողություն ունենալ, ոչ էլ Վաղաշապատում։ Երկու տեղում, ասենք Վաղաշապատում ընդհանրապես անցան այդ անցողիկ շեմը։ Բայց ԿՊ-ն այնուամենայնիվ կարողացավ ներկայացված ոչ միայն ներկայացվածությունը, այլ նաև ԿՊ-ին համարում ենք բալանսավորողներ, ոչ այս երկուսները։ Դե ես դրա համար նշեցի, որ ավելի շատ համատեքստում նայում ենք այն քաղաքական ուժերին, ովքեր փորձում են Հայաստանի Հանրապետության շահը առաջ մղել, այնպես ինչպես նրանք են դա տեսնում, եւ դա իհարկե բնականաբար անում են համագործակցելով արևմտյան տարատեսակ երկրների հետ։ Հիմա եթե այս դիտանկյունից նայենք, Վաղաշապատում այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագրին հաջողվեց հաղթանակ գրանցել։ Գյումրիում, այո, ինչ որ պայմանավորվածության գալու հետևանքում հաջողվել էր իշխանության բերել մի գործչի, որը որ Ռուսաստանը համարում էր իր, չգիտեմ,
ինչ էր ասում, վերևում Աստված, ներքևում Ռուսաստան եւ այլն, հիշում եմ նմանատիպ հայտարարություններ տարատեսակալ է, բայց թե դա ինչով ավարտվեց, դա նույնպես տեսանք։ Եւ հիմա այս պայծրությամբ էլ պարզ չէ, թե Գյումրիում առասարակ ինչ պատկեր կունենանք, երբ որ վերջը կգան նրանք, թե ով է ղեկավարելու, բայց խոսքը դրա մասին չի, խոսքը ավելի շատ այն քաղաքական գործիչների մասին է, ովքեր այսօր կան քաղաքական դաշտում ներկայացված են, կամ թեկուզ անգամ նրանց մասին, ովքեր փորձում են քաղաքական դաշտ մուտք գործել, իդեմս նաև ռուսական բիզնեսմեն, հայկական ցակմամբ ռուսական բիզնեսմեն Սամվել Կարապետյանի, երբ որ նայում ենք առհասարակ դասավորվածությանը քաղաքական դաշտի, առանձնապես շատ փոփոխություններ չկան, եթե չասենք, որ փոփոխություններ առանձնապես չկան։ Այսինքն մարդկային ռեսուրսի տեսանկյունից, խաղացողների տեսանկյունից քաղաքական դաշտում շատ բան չի փոխվել 21 թվականից ի վեր։ Փոխվելու ներուժ ունի, փոխվելու հնարավորություն կա, ես նկատում եմ այն, որ ըստ տարբեր գնահատականների կամ սոցհարցումների մի ստվար զանգված կողմնորոշված չէ կամ, հա, ոչ սրանց կողմ, ոչ նրանց, ոչ նրանց։ Դեսալ կարող են արդեն այլ բաներով պայմանավորված կողմնորոշման բերել այս մարդկանց, այսինքն ինչ գործընթացներ եւ զարգացումներ առասարակ կունենանք այս առաջիկա մոտավորապես 6 ամիսների ընթացքում, որ մնացել են մինչև ընտրությունները, ինչ կհաջողվի իշխանության, ինչպիսի հաջողություններ կհաջողվի իշխանությանը գրանցել այն կարևոր ուղղություններով, որոնք որ հետաքրքիր են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, կլինի դա սահմանազատման, սահմանագծման process-ներով, կլինի դա TRIP-ով պայմանավորված, կլինի մի շարք այլ ուղղություններով, որոնք որ առաջին հերթին հենց անվտանգության մասին են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Մյուս ճամբարն էլ փորձելու է բնականաբար ինչպես արել են այսօր այդ բոլոր գործողությունները հնարավորինս տորպեդահարել կամ առնվազն ներկայացնել ոչ թե որպես հաջողություններ, այլ հերթական անհաջողություն, ինչպես նրանք շարունակել են անել։ Բայց եթե այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագրին հաջողվի այս ուղղություններով նշածս ուղղություններ եւ մի շարք այլ ուղղություններով հաջողություններ գրանցել, ես կարծում եմ ունենալու ենք մոտավորապես նմանատիպ պատկեր, ինչպիսին ունեցանք 21 թվականին։ Մեր այս զրույցը ծավալվեց Ռուսաստանի դերակատարության, ներկայության, ազդեցության մասին վերջին հարցից հետո դուք խոսեցիք Ռուսաստանի, նու պայմանական ասած, ռուսամետ քաղաքական ուժերի եւ մի փոքր էլ արդեն տնտեսական սեգմենտի մասին, հա, գործարար, բան, եկեղեցին մնաց։ Եկեղեցու դերակատարությունը եւ ընդհանրապես հիմա այս օրակարգը իշխանության վարչապետի օրակարգը հոգեվոր նորոգման, սա միայն հոգևոր նորոգման մասին է, թե եկեղեցուն նաև այդ քաղաքականությունից հեռու պահելու օրակարգ է։ Գուցե երկուսը մեկում, բայց եկեղեցին ասելով ես կարծում եմ այստեղ ավելի շատ պիտի նկատի ունենանք եկեղեցականների, ովքեր քաղաքական process-ների մեջ են մտել միանշանակ, քաղաքական հայտ են ներկայացրել եւ քաղաքական հայտ ներկայացնելուց հետո երբ անդրադարձ է լինում նրանք, որ նրանք քաղաքական գործընթացների մեջ են ներգրավված, լսում են կարծիքներ, որ իբրև քաղաքացիներ նրանք ունեն իրավունք դիրքորոշում հայտնելու։ Անշուշտ ցանկացած քաղաքացի ունի իրավունք դիրքորոշում հայտնելու, բայց երբ դա անում է իբրև քաղաքացի, ոչ թե ինչ-որ տվյալ կառույցի ներկայացուցիչ, ինչպես այսօր արվել է եկեղեցու կողմից։ Այո, նրանք վեղարով հանրահավաքներ են կազմակերպում, անգամ շարժումներ են առաջնորդում եւ այլն, բայց երբ համապատասխանաբար կա քննադատություն կամ գործողություններ պայմանավորված իհարկե իրենց գործողություններով իսկ չգիտես ինչու մինչ այդ նրանք քաղաքացի են, քաղաքացու իրավունքով, բայց երբ կա քննադատություն եւ գործողություններ, նրանք դառնում են եկեղեցու ներկայացուցիչ եւ այդ գործողությունները ներկայացում են իբրև գործիքներ ուղղված եկեղեցու դեմ։ Մի քիչ տրամաբանության հետ կարծում եմ այստեղ խնդիր կա։ Ինչ վերաբերվում է նրան, թե ինչ կլինի, ես կարծում եմ այստեղ եկեղեցին էլ պետք է դիտարկել ցավոք կամ այն ներկայացուցիչներին եկեղեցու, որոնք առնվազն ակտիվ են այսօր դաշտում, դիտարկել այն գործիքների կամ գործիքակազմի շրջանակներում, որը այսօր օգտագործվում է Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմի համատեքստում։ Ինչու եմ սրանում առնվազն վստահ, որովհետև գիտեք կասկած չի կարող առաջացնել, կասկած, այսինքն հիմնավոր կասկած չի կարող չունենալ այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետության կաթողիկոսը եւ նրա եղբայրը, ով Ռուսաստանի մեր թեմի առաջնորդն է, այո, ստանում են մեդալներ ինչ որ ծառայությունների համար Ռուսաստանի Դաշնության նախագահից։ Ես չգիտեմ աշխարհում կան այլ դեպքեր, երբ որ ինչ որ մի երկրի հոգևոր թեմի առաջնորդը ստանում է մեդալ
մեկ այլ երկրի, այն էլ մի երկրի, որը արձանագրել է, որ առանձնապես Հայաստանի Հանրապետությանը իբրև լուրջ պետություն չի ճանաչում, կվազի պետություն, ինչպես նրանք են ասում «նիդա գասուդարստվը» ռուսերեն, եւ երբ նրանք մեդալ են տալիս մարդկանց, ովքեր Հայաստանի Հանրապետության ներսում առնվազն քաղաքական, այսպես ասած, գործունեություն են ծավալում եւ դա ուղղված է ներկայիս իշխանությունների դեմ, բնական է, որ նրանք էլ արդեն դառնում են այն հիբրիդային պատերազմի գործիքներից մեկը, որը ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ բնական է, որ դա իշխանության կողմից չէր կարող առնվազն արձագանք չառաջացնել։ Իսկ եկեղեցու այս շուրջ ստացված իրավիճակի հանգուցալուծման հետ կապված կանխատեսումներ բարդ բան է։ Դժվարանում եմ ինչ-որ բան կանխատեսել, կարծում եմ դա արդեն ես առնվազն կարող եմ հույս հայտնել կանխատեսման փոխարեն, որ եկեղեցին կվերանայի կամ եկեղեցում բազում պարկեշտ հոգևորականները, որոնք կան, որևէ մեկը չի կասկածում, որ նրանք կան, առնվազն կվերանայեն իրենց մոտեցումը, եկեղեցու առնվազն մոտեցումը եւ գուցե ներսից ինքնամաքրման գործընթաց սկսվի։ Տեսնենք։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հողիկյանի հետ, կհանդիպենք։